Այս ու ժամի համար կներեք, բայց միած sense կարճ ու շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսամ, դիմելով բոլորին։ Մոտ կես ժամ կամ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ընդունել է վարույթ եւ քրեական գործանախաձեռն է ամենայն հայոց կաթողիկոսի վրա։ Այս կամ ամենայն հայոց կաթողիկոսի պահով։ Հիմա նայեք, բերեմ այդ սովորական օրինակ ու անցնեմ առաջ, երկար չեմ խոսալու։ Ես անձնապես կարամ չհամակրեմ Գարեգին երկրորդին, բայց ես որպես հայ, այսքան մասը խնդրում եմ, տես խնդրանքի կարգով, խնդրում եմ թող ուշադիր լինեն բոլոր այն ընդդիմադիրները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, ովքեր կան կամ չկան իմ ընկերների ցանկում։ Եթե ես, որպես Ռուսաստանում ապրող հայ, որպես տարբերակ, մամուլով, հայկական մամուլով կամ ռուսական ալիքներով տեսա միամիտ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները իմ երկրի մայրաթոր Սուրբ Էջմիածնից ձերբակալված դուրս են հանում իմ երկրի կաթողիկոսին, մենք իրարից չենք նեղանում։ Որ մեկը թելավ ասեց, ես ընդդիմադիր եմ, սեռը փոխել եմ անվճար հիմունքներով։ Ազից չնեղանաք հանգարց։ Որ մեկը թելավ ասեց, ես ընդդիմադիրի տղա եմ, սեռը փոխել եմ անվճար հիմունքներով։ Որ մեկը հելավ ազգային ժողովում խոսած հայրենասիրությունից Նիկոլ Փաշինյանին ասեց դավաճան ու միաժամանակ դիմեց պարոն վարչապետով, մտնելու եմ ամենավերջի խլեշի քֆուրը գրեմ այդ պատգամավոր դեպուտանկի հասցեին։ Կրկնում եմ, էսի են պահնա, որ մարդիկ հայերը պետքա մի կողմ թողնեն բոլոր, ասած խոռոփեն ու թքեն մի կողմ իրանց բոլոր տարաձայնությունները։ Դրանք կլինեն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, Վարդան Ղուկասյանի, Սամվել Կարապետյանի, չգիտեմ, Սերժ Սարգսյանի, բոլորը պիտի թողեն մի կողմ։ Բոլորը անխտիր։ Ժիրայր Սեֆիլյանի, Կարեն Արայանի, բոլորի։ Ինչքան քաղաքական 100-ից ավել կուսակցություններ կա, չէ՞ Հայաստանում։ Հիմի բոլորիդ խնդրում եմ, որպես շարքային հայ խնդրում եմ։ Թույլ մի տվեք, որ իմ, ձեր, մեր բոլորի համայն հայության մայրաթոր Սուրբ Էջմիածնից ձերբակալված դուրս բերեն ամենայն հայոց կաթողիկոսին, թույլ մի տվեք։ Համախմբվեք այդ գաղափարի շուրջ։ Որպես հայ, որպես քրիստոնյա, որպես ձեր երկիրը սիրող ուղղակի մարդիկ։ Այդքանը խնդրում եմ պաթոսախեղդ բառեր չեն սրանք։ Բայց եթե ես հայկական մամուլով ու նամանավանդ ռուսական հեռուստատեսության, որը հիմա իմ առաջ միացած է, ես տեսա տարբերակ, որ ռուսական լրատվամիջոցները մեկնաբանում են այն նորությունը, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրամանով ձերբակալել են ամենայն հայոց կաթողիկոսին, չեմ երթվի, բայց իմ խոսքին տեր կլինեմ, ազից չփոշմանեք ոչ մեկդ։ Որ մեկդ կհելնի կգոռա մեր քաղաքական թիմը ուժեղա, հա? Մենք ընտրություններում ձայն ենք հավաքելու, եկեք մեզ ձայն տվեք, մենք գնալու ենք կրենք Նիկոլին, ազից չեք փոշմանում։ Դիմում եմ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանին, մեր ձևով շարժման, որ ղեկավարում է այդ շարժումը։ Նարեկ Կարապետյան ջան, մարդիկ հավաքվում են մեծ հանրահավաքի, ճիշտ է, լավ ես անում։ Սամվել Կարապետյանի հիմար։ Այդ մարդկանց ուղղորդի դեպի Էջմիածին։ Խնդրանք հորդորով, խնդրում եմ քեզ, ուղիղ եթերով, ես քեզնից կախում չունեմ, ես քեզ չեմ ճանաչում, միգուցե աշխարհը կլորա, մի օր դեմարդեմ կհանդիպենք, կասենք իրար բարև որպես երկու հայ, որպես հայ եմ քեզ խնդրում, եթե մարդկանց համախմբում ես, Սամվել Կարապետյանի ազատության համար, հիմա թույլ մի տուր, որ Նիկոլ Փաշինյանի նեռի իշխանությունը ձերբակալի կաթողիկոսին, տես խնդրանքի կարգով, քանի որ նեռի իշխանության դեմ
խոսալով Սամվել Կարապետյանը գնաց կալանքի, չէ։ Ասաց ես իմ եկեղեցու կողքին եմ։ Հիմա նույն եկեղեցու վեհապար հայրապետին փորձելու են կալանավորել, ձերբակալեն ու հետո տանեն կալանքի, հա, այդքանից հետո որևիցե մեկը փորձելու եք լինեք քաղաքական դաշտում ինձ Պողոսին Պետրոսին համոզեք, որ դուք հայրենասեր եք։ Փորձելու եք համոզել, որ դուք հաղթանակած եք կամ ինչ-որ հայրենասեր եք, չի ստացվելու։ Տեսեք, հիմա լրիվ սրտանց եմ խոսում առանց ետին մտքի։ Դիմում եմ Քոչարյանի աջակիցներին, բոլորին, ովքեր իրանց հայ են համարում, դիմում եմ հայ հեղափոխական դաշնակցությանը։ Այն որ 70,000 հոգու ջահով երթ էին անում, թուրքի դրոշով առելի օրը ապրիլի 24-ին։ Դիմում եմ հանրապետական կուսակցությանը, ով ունի հսկայական երիտ թև, հսկայական։ Էլում եմ դիմում Սամվել Կարապետյանի աջակիցներին, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի դոգի աջակիցներին։ Չթողեք կաթողիկոսին ձերբակալեն։ Կրկնում եմ, ես անձնապես կարամ չհամակրեմ կաթողիկոսին, բայց իմ համար կլինի ազգային ամոթի ամենամեծ խարանը, եթե որևիցե մի մամուլով ցույց տան, որ ամենայն հայոց կաթողիկոսը ենթարկվեց ձերբակալության եւ դուրս բերվեց մայրաթոռից։ Այս վերջի այդ խարանը մի թողեք դնեն մեր ճակատին։ Այս բոզի տղեկի իշխանությունը։ Դիմելով քաղաքական ուժերին, դիմում եմ նաև մեր բոլոր հայերին, ովքեր Հայաստանում են, Էջմիածնին մոտ են կամ, չգիտեմ, հարակից տարածքներում են բնակվում, որ պահին կզգաք, պետքա նստեք ձեր մեքենաները կամ ոտով գնացեք մայրաթոռ։ Չթողեք բոզի տղու իշխանությունը կաթողիկոս ձերբակալի դուրս բերի վեհարանից։ Երևի այսքանը, որտեվ ի վիճակից եմ շատ խոսալ։ Ահա որ գլխացավ կա։ Խնդրանքի կարգով եւս մի անգամ դիմում եմ բոլորին։ Հետո ըզնից ոչ մեկ չի նեղանում։ Կա երկու տարբերակ, կամ ես խլեշելու եմ սաղիդ, կամ ուղղակի ջնջվելու եմ այդ Facebook-ից։ Որ չնայեմ այն խայտարակությունը, որը վերաբերում է իմ ազգային մենթալիտետին։ Այսքան բան։